Սիրելի իմ ժողովուրդ, հաճախ ձեր սննդակարգում ներառեք այս հրաշալի բույսը։ Այն ձեր օրգանիզմի համար ուղղակի շատ անհրաժեշտ է, որովհետև եւ բարձրացնում է դիմադրողականությունը, եւ լավացնում աղեստամոքսային տրակտի աշխատանքը, եւ վիտամին C ձեր մաշկի երիտասարդացման, եւ միզամուղ, որ օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրը։ Պետք է ասեք, տեսնեք, սա ո՞րն է, բրոկոլին է, թե սպանախը։ Իհարկե ոչ, դա կրես սալատն է, որը չափից ավելի առողջարար է նաև նրանով, որ մեր տարածաշրջանում յոդ չկա եւ նրա մեջ կա յոդի հզոր քանակություն, լավացնում է վահանաձև գեղձի աշխատանքը, իսկ վերջին ժամանակներս բոլորս գիտենք, վահանաձև գեղձի հիվանդությունները եւ նաեւ վիրահատությունները չափից ավելի շատ են։ Հեռացնելով վահանաձև գեղձը, դուք հեռացնում եք ամբողջ ձեր օրգանիզմի մոտորիկը, այսինքն ձեր օրգանները սկսում են վատ աշխատել, կատարելով սոնոգրաֆիա, բժշկի խորհրդատվություն եւ նաեւ ինչու՞ չէ հորմոնները ստուգելով բժիշկը նշանակում է բուժում։ Սիրելիներս, այն ընդամենը 3000 դրամ է մեր մոտ եւ տալիս է լայն տեղեկություններ, բայց ամբողջ կյանքում դուք պետք է հետազոտեք եւ կատարեք բժշկի խորհրդատվությունները։ Սիրելի իմ ժողովուրդ, այս կրես սալատը չի կարելի օգտագործել ստամոքսի խնդիր ունեցողներին, կամ գաստրիտ, կամ խոց, ամենահրաշալի միրգը կամ բույսը, ինչ էլ ուտեք օգտագործել ձեր ստամոքսում, այն կարող է խնդիր առաջացնել։ Դրա համար պետք է բուժել ստամոքսը, չէ՞ որ ինչ ուտում եք, այն չի մարսվում, չի ընկալվում այնպես միկրոէլեմենտներն ու վիտամինները, ինչպես մենք ենք ուզում, որ ձեր առողջությանը օգուտ տա։ Դրա համար բուժեք ստամոքսաղիքային տրակտը, չէ՞ որ այն անհրաժեշտ է հենց ձեր համար։